Պարոն Ռուբինյան, եթե ամեն ինչն այսքան օրինաչափ է, հետաքրքիր է ինչու եք հանրությանը սուտ տեղեկություններ հաղորդում։ Հիշեցման կարգով ասեմ ձեզ, որ դուք Թուրքիայում եղել եք ոչ թե 2016-17-ին, այլ 2017-ի նոյեմբերից մինչև 2018-ի ապրիլը, լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության առնվազն անդամ։ Հետո Ստամբուլից ուղիղ հայտնվել եք Թավշյա հեղափոխության գործընթացում, իդեպ մայիսին էլ ստանձնելով արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ Ու հենց այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը, թե ինչպես Թուրքիայի օրակարգը փուլ առ փուլ մտավ Հայաստանի քաղաքական օրակարգ։ Ստամբուլի քաղաքական կենտրոնը, որտեղ դուք հետազոտություններ եք անցկացրել, համարվում է Թուրքիայի ամենահզոր ուղեղային կենտրոններից մեկը, որտեղ մշակվում են քաղաքական գաղափարներ, ձևավորվում է ազդեցության ցանցեր, պատրաստվում պետական քաղաքական առաջարկներ։ Սա անհերքելի փաստ է։ Նույնը կարելի ասել Քադիր Հասի միջազգային եւ եվրոպական հետազոտությունների կենտրոնի մասին, որտեղ դուք նույնպես եղել եք։ Իսկ ավելի պարզ, դրանք սովորական համալսարաններ չեն, ու այստեղ դիպլոմներ չեն տալիս։ Այս հարցում դուք 100% իրավացի եք։ Այնտեղ ընտրում են մարդկանց, ովքեր կարող են ապագայում ազդեցություններ ունենալ այն քաղաքականության վրա, որը որ մշակվում է այդ կենտրոններում։ Մարդկանց մտցնում են որոշակի աշխատանքային միջավայրի մեջ, սկզբում։ Հետո նրանց տալիս են հետազոտությունների թեմաներ, գաղափարներ, կապեր եւ ձևավորում մտածելակերպ։ Սովորեցնում են, թե ինչպես նայել խնդրին, ինչ բառերով խոսել եւ որ լուծումները համարել ճիշտ։ Եւ ամենավտանգավորն այն է, որ մարդը չի էլ զգում, թե ինչպես է փոխվում իր մտածելակերպը։ Ու հիմա ամենակարևորը, 2017 թվականի մայիս ամսին ձեր Թուրքիա մեկնելուց մոտ 6 ամիս առաջ Ստամբուլի քաղաքական կենտրոնը հրապարակում է մի հետազոտություն։ Այդ հետազոտության մեջ հեղինակը արձանագրում է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում տարիներ շարունակ ինչ պահանջներ է ունեցել Թուրքիան։ Առաջին՝ հրաժարվել ցեղասպանության հարցից, երկրորդը՝ հրաժարվել տարածքային պահանջներից եւ երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել Ադրբեջանի օգտին։ Ձեր իշխանության տարիներին Արցախը հայաթափվեց եւ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Երրորդ հարցը լուծվեց Ադրբեջանի օգտին։ Իսկ մյուս երկու կետն էլ դուք պատրաստվում եք իրագործել սահմանադրությունը փոխելու միջոցով։ Պարոն Ռուբինյան, մի քանի ուղիղ հարց ձեզ։ Դուք այդ ժամանակ գիտակցել եք, թե որտեղ եւ ինչի համար եք գտնվում։ Գիտակցել եք, որ սա պարզապես ուսում կամ սովորական վերապատրաստում չէր, այլ թուրքական ուղեղային կենտրոնների մի միջավայր, որտեղ քննարկվում էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, տարածաշրջանային քաղաքականությունը եւ Թուրքիայի արտաքին քաղաքական շահերը։ Եթե գիտակցել եք, ինչու հանրությունը ամբողջությամբ չի տեղեկացվում այդ ծրագրերի իրական եւ ամբողջական բովանդակության մասին։ Վերջի վերջո դուք չեք զրախտում, որ այնտեղ աշխատել կամ գտնվել եք 5 ամիս։ Եվ ձեզ իրոք թվացել է, որ որևէ հիմնադրամ պարզապես անվճար հնարավորություն է տալիս ՔՊ կուսակցության նախկին մամուլի խոսնակին եւ վարչության անդամին ամիսներով Թուրքիայում հետազոտել երկու չափազանց զգայուն թեմա՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Սևծովյան տարածաշրջանի համատեքստում եւ Թուրքիայում ՀԿ-ների դերը ժողովրդավարացման գործընթացում։ Իմիջիայլոց որտեղ են այդ հետազոտությունները։ Ինչ քաղաքական առաջարկներ եք պատրաստել այդ ծրագրերի ընթացքում։ Մի բան հստակ է, դուք չեք կարող գտնվել Թուրքիայում եւ ոչինչ չանել։ Այսքան զուգադիպություն մի քիչ տարօրինակ ու շատ չի։